Հիմա սկսում ենք կիթը, նրա կովի կուրսկը կլվանանք ու սկսենք կթել։ Պարտադիր է։ Մեհեր պապի լուսաբացը սկսվում է ոչ թե սուրճի բուրմունքից, այլ կաթնամանների զնգոցից ու իր հստակ հրահանգներից։ 72-ամյա ինժեների համար ֆերման նույն լաբորատորիան է։ Ամեն ինչ պիտի լինի ճիշտ, մաքուր ու հստակ տեխնոլոգիայի։ Այստեղ կով կթելը սովորական գործ չէ։ Ամեն օր նույն ժամին, նույն կովերին, նույն ձևով կթելը թվացյալ միօրինակ, սակայն պատասխանատու գործ է։ Մեհեր պապի ձեռքերն ու աչքերը տարբեր լեզուներով են խոսում։ Աչքերի մեջ դեռ ինժեների են հին, բայց երբեք չմոռացվող սուր աչքն ու սուր հաշվարկներն են։ Իսկ ձեռքերը հսկիչ ու չափիչ գործիքներին թուղթ ու գրիչին սովոր ձեռքերը արդեն վաղուց հողի ու անասունի հետ ընկերացել, կոշտացել են։ 72 տարեկան է, բայց եթե հարցնես դադար բառի մերօրյա թարգմանությունը չգիտի։ Կաթի առաջին շիթերը փաղակ շանքով զարկվում, զրնգում են դույլի հատակին ու սկսվում է Մեհեր պապի հավերժական շարժիչը, ամենօրյա աշխատանքային ռիթմը, որը նա չի փոխի աշխարհի ոչ մի հանգստի հետ։ Այսինքն օրական ստացվում է մի կովից մոտավորապես մի 10 լիտր կա։ Եթե ասենք ավելի շատ խտացած կերեր բան տանք իրանց, իհարկե կշատանա, բայց այս պայն այդքան է ստացվում։ Այսինքն ձմեռվա պայմաններում կաթի խտությունը բարձրանում է միշտ։ Եթե ամառվա ժամանակն խակ էդ հույսերով ասանում, խոտով միայն ժամանակ իշնում է ողայությունը, բայց ձմեռվա պայմաններում շատ բարձր է։ Գյուղական լեզվով ասած Մեհեր պապը ջուր չի ծեծում։ Կարևորը ոչ թե քանակն է, այլ այն մաքուր ու թանձր կաթը, որի համը միայն ձմռանն է այսքան ընդգծվում։ Ինքն էլ գիտի, եթե լավը տաս, լավն էլ կստանաս։ Ու հենց այս արդար աշխատանքի մեջ էլ գտնում է իր օրվա հանգիստը, առանց ավելորդ աղմուկի ու մեծ խոսքերի։ Ժամանակին, երբ ինքն էլ կինն էլ ավելի երիտասարդ էին, ավելի եռանդուն, այս կովերի կաթը դեզդեն չէին անում։ Իրենք էին մշակում, լավ գյուղամթերք ստանում ու տանում մեծ քաղաքներում իրացնում։ Հիմա չէ, կաթը կամ հանձնում են, կամ էլ հորթերին են տալիս։ Մի խոսքով դարձել են ավելի շատ բիզնեսմեն, միս արտադրողներ։ Դե մեր մարանի համար անում ենք իհարկե, բայց խոսքը վաճառքի մասին է, որ չենք անում։ Այն ժամանակ վաճառում էինք, պանում էինք, պանիրանում էինք, վաճառում էինք։ Իսկ հիմի չէ։ Մինակ բենզին աբանա, սաղ թանգած լավ մասարով անում, որ իր արժեքն ես անում, օգուտ չի տալի այդքան։ Իրացումը ոնց որ արդեն մկի ձեռնատու է։ Քիչ գները բարձրացել են։ Իհարկե արդեն դրա դիմաց կերնել է բարձրացել, բայց էլի ոչինչ։ Դե գյուղի գործն է, մեկ ձեռնտու է, մեկ ոչ, մեկ կկորցնես, մեկ կվաստակես։ Այսպես է, քանի որ հողերի սեփականաշնորհումից հետո առևտուրը գյուղատնտեսական արտադրությունը տրվեց վայրի շուկայական հարաբերությունների ձեռքը։ Պետությունը բերանը սրբեց ու մի կողմ քաշվեց, չփորձելով ոչ միայն գործնականում, այլ իրավական փաստաթղթերով գոնե կարգավորել գյուղարտադրություն իրացում վաճառք շղթան, կրթել ու սովորեցնել 100 հազարավոր գյուղացիների, որոնք մի առավոտ արթնանալով պարզել էին, որ այլևս նորահայտ ֆերմեր են։ Արդյունքում անցած 30 տարիների ընթացքում հազարավոր գյուղացիական տնտեսություններ սնանկացան։ Մեկ կարկուտը խփեց, մեկ երաշտը, մեկ բույսերի ու կենդանիների հիվանդությունները։ Գյուղացիները սնանկացան ու շատերը բռնեցին օտարության ճանապարհը։ Մեհեր պապը որպես հինշինարար լավ գիտի, թե ինչն ինչպես է ստեղծվում։ Քանի անգամ առաջադրանք է ստացել ու դատարկ տեղում շենքեր բարձրացրել։ Լավ գիտի, որ ամեն հիմք չէ, որ հեշտ է դրվում, բայց ինչքան էլ բենզինը թանկանա կամ կերը պակասի, պապի տան բարաքյաթը տեղում է։ Ու հենց սկսում ես հարցնել փողից ու եկամուտից, նա մի տեսակ թեթև ժպտում է ու հիշեցնում. իսկական հարստությունը բոլորովին այլ տեղ պիտի փնտրել։ Ես միշտ էլ հարուստ եմ եղել, որովհետև 5 երեխա ունեմ, թոռներ ունեմ, մենակ հարուստ ասելով գումարայնով եք ասում, կենթանապես հարուստ եմ համարում, անկախ նայից ունեմ, չունեմ, չիմաց, տերիկա, փառքս, վատ չի։ Բայց Մեհեր պապի հարստությունը միայն տան պատերով չի սահմանափակվում։ Նրա օրը բաժանված է ֆերմայի ու դաշտի միջև, ու մինչ ձեռքերը կարտոֆիլի հողն են տակնու վրա անում, աչքը գյուղի մեջ է։ Ինքն այն մարդկանցից է, ովքեր չեն սիրում դժգոհել, փոխարենը տեսնում ու գնահատում են ամեն մի դրական փոփոխությունը, որը կատարվում է հենց իրենց կողքին, իրենց հողի վրա։ Կարտոշկա ենք ցանում, բան ենք ցանում, ունենք աղագին։
հողեր ունենք։ Ես ասեմ, պետությունից այս վերջին ժամանակներս շատ գոհ եմ։ Որտեղ նայում եմ, մեր գեղեմ ինչքան փոփոխություն կա, լուսերը կա, փողոցները սարքված է, սուբսիդիան կա, հաշտարարության կա, ասֆալտապատված, դպրոցեն նոր կառուցումների, ինչ տարբերություն կարող է ինքը չէ գումարը տալիս, բայց շտակի իր օրոք հարազան դա կարևոր բան է։ Հենա մեր դպրոցում մեր լավ սիրուն դպրոց են սարքել, երկրաշարժից հետո մեր դպրոցը քանդվում էր։ Մենք այս կաթը տանենք, տանք հորթերին։ Նոր տնված հորթեր են, նոր չէ, մի քանի օր առաջվա տնված են, կտանք նրանց։ Կաթի առաջին բաժինը մանկապարտեզին, այսինքն նոր ծնված հորթերին։ Թարմ կթած կաթի բույրն արդեն առել են ֆերմայի ամենափոքր բնակիչները։ Մեհեր պապն էլ ամենայն խնամքով ու հոգատարությամբ է մոտենում այս գործին, որովհետև գիտի ֆերմայի ապագան այս մատղաշների ձեռքում է։ Ամեն օր աշխատանքը մեր ստայա, մինչև հորթերը կմեծանան, կդառնան։ Երեք ամսական կդառնան, 3 ամսականից հետո արդեն ուրիշ կերեր կտան հորթերին։ Հորթերին ուրիշ կեր կտանք, հետո արդեն տնային պայմաններում 4 խոտով կկերագրենք, մինչև դառնան 4-ից 5 ամսականում նոր արդեն կարանք թողնենք արոտի կանաչ խոտ ուտելու համար։ Իմ զրուցակցի համար կյանքը շարժում է, իսկ դադարը անըմբռնելի մի բան։ Նա սովոր է կառուցել, լինի դա բազմաբնակարան շենք, թե սեփական տնտեսություն։ Ու թեև հիմա նրա օրվա գծագիրը դաշտի ու գոմի արանքում է, միևնույն է ինժեների հոգին միշտ առաջ է նայում։ 15 հատ 16 հատ կթիկով ունի։ Հորթեր ունենք 5 հատ, ես տարվա տնված հորթեր են։ Իհարկե գոհ եմ, ես անասնապահ չեմ տվել, ես մասնագիտությամբ ինժեներ եմ, շինարար ինժեներ, աշխատել եմ տարիներ, իսկ մի արդեն անցել ենք այս գյուղատնտեսական գործերին։ Գիտեք, Մեհեր պապի մոտ նույնիսկ գոմում է ամեն ինչ գծագրով։ Նա չէր կարող ուղղակի պատեր շարել ու վերջ։ 72-ամյա շինարարը գործի է դրել տասնամյակների իր գիտելիքը, որպիսի ստեղծի մի միջավայր, որտեղ թե կենդանին իրեն լավ կզգա, թե աշխատանքն առաջ կգնա։ Սա հենց այն դեպքն է, երբ փորձը հանդիպում է նորարարությանը։ Իհարկե գոմ կառուցելն էլ է գրագիտություն պետք։ Իսկ մեր այնքան չի, ասենք, նոր ենք բանալել, բայց էլի ջրամատակարար ուրիշ ձևավորված օդի բանից, ասենք, օդը մաքրելու համար ազատ է, այստեղ կարաս ազատ շնչես, չի խեղդելու բան չէ, դա շատ կարևոր է։ Հա? Մենք ենք արել։ Ես իմ տղերքի հետ ասում են խելացի գոմեր, մենք նմանապես դրա դիպ ենք ուզեցել սարքենք, թե ինչքան ադամից հաջողվել, ես չեմ կարող ասեմ, բայց մեր ուժերով սարքել ենք։ Մինչ մենք փորձում ենք հարմարեցնել կադրն ու լույսը, Մեհեր պապը ծիծաղում է։ Կովերն էլ են հուշ լինում անսովոր իրարանցումից։ Չէ, ագրեսիվ չեն կովերը։ Կամերայից ժողովուրդներ են շփոթվում, դու կովեր ուզում ես շփոթվում։ Նաթելա ունենք, հին մեր կովերից հա, դա ինձ անունները մինչև մի դնում ենք կովերին։ Ոնց որ ասած, այն մեկը չալո է, այն մեկը մյուս, հա, հենց անուններ է։ Մուրի ունենք սև կովա, մուրի ենք ասում։ Նաթելան ու Չալոն պապի առօրյայի մի մասն են, բայց նրա կյանքի գլխավոր առանցքը սեփական քրտինքով ապրելն է։ Մեհեր պապը հիշում է դեռ խորհրդային տարիներին, երբ ինժեների աշխատավարձը չէր բավականացնում, ինքն իր բաղջի դեղցն էր վաճառում։ Ասում է, աշխատող մարդու ձեռքը միշտ էլ քարից հաց կհանի։ Ու այսօր նայելով իր ստեղծածին վստահ պնդում է. արդար քրտինքով միլիոններ չես դիզի, բայց թիկունքդ միշտ ամուր կլինի։ Մեր ուտելիքը ես բաղջից եմ մենակ մեր ստանում։ Ոչ բանը մեր Առնովիչի բազարից էլի։ Հենց որ թորնիկս ասում է մեր բաբը չի սիրում որ հանգստանա գոնե 5 րոպե։ Սեն սովետական տարիներին որ արգելված էր, ասենք առևտուրը բանը չէ, ես էլի անում էի։ Էլի ստեղից ես նույնիսկ մեքենայով դեղցեր վարձում տանում էի Ռուսաստան ծախում էի, բերում էի։ Մի ամսում շատ վաղ էլա որ սովետական փող 4-5 մի ժիգուլու փող է աշխատում։ Այն ժամանակ որ աշխատավարձը իմ բարձրագույն կրթությամբ 120 ռուբլ էր ընդամենը։ Դա չէր երեքը մեզ հետ էլ էի հետմանում, հասցնում էի։ Միշտ էլ կարան աշխատող կար ապրի։ Չի կարա ասենք
միլիարդատեր դառնա, բայց սա իր տունը կպահի էլի։ Միլիարդատեր ու ամերիկան սա միլիարդատեր չեն, նրանք էլ են էլի, կեսը գողությամբ են ապրում, կեսը բիզնեսով, կեսն էլ ուրիշի հաշվին։ Ամեն ինչ էլ լավ է։ Մեքաներ ունենք, կարող ենք ուրիշներին էլ օգնենք, լավ որ ծորներ ունեմ, թորներ ունեմ, սաղ նրանցել ենք օգնում։ Մեհեր պապի համար սեփական տունն ու բարեկեցությունը միայն սկիզբն են։ Նա այն մարդկանցից է, ով չի կարողանում հանգիստ նայել անմշակ հողին կամ չօգտագործված հնարավորություններին։ Տասնամյակների վաստակն ու անցած ճանապարհը նրան թույլ են տալիս հարցերին նայել ավելի լայն, գյուղի սահմաններից դուրս։ Պապը վստահ է հայ շինարարն ու մշակը ամեն ինչ էլ կստեղծեն, միայն թե թիկունքներին ամուր հենարան ու հստակ ծրագիր ունենան։ Որքան էլ որ գոհ է, չի կարող չմատնանշել թերությունները։ Անծրագիր կառավարումը, գյուղատնտեսության ոլորտը կառավարողների անշրջահայացությունը կամ անտարբերությունը։ Ի վերջո ժամանակն է կառավարել գյուղարտադրության ոլորտը։ Օրինակ մի տարի կարտոֆիլը պակաս է լինում, գինը անպատկերացնելի բարձր։ Հաջորդ տարի բոլորը կարտոֆիլ են արտադրում, ստացվում է գերարտադրություն։ Գինը շատ է իջնում եւ մարդիկ, ովքեր տեսել էին հարևանների նախորդ տարվա բարձր եկամուտները, կարտոֆիլի գնանկման արդյունքում մեծ վնասներ են կրում, սնանկանում մնում վարկերի տակ։ Կուկուրուզ աճում, ստեղ։ Ու կուկուրուզն էլ այդքան դժվար մշակելի բան չի, ավելի կարկ տադիմացք ունա, քան ծոյնը կամ բանը, բայց այդ կուկուրուզը չեք կարողացնել։ Մի ժամանակ մեր եղան բանել ցանեցին, գրեչկա ցանեցին, խոստացան, որ տանենք չտարան, թեցել մնաց տվին անասուններին ժողովուրդը գրեչկին, որ թանկա, չգիտեք սա ասել։ Օրինակ ես կուկուրուզ որ ստեղ սա դաշտը կուկուրուզներ ցանեն։ Հայաստանը ինչի կարիք չունի։ Թող այդ կուկուրուզից էլ մի հատ բան դնեն, արտադրեն կուկուրուզի յուղը, կուկուրուզի ձեթը չենք առնում ենք թանկ։ Այն վաղ սաղս էլ կարտադրենք, կտանք յուղն էլ թող ստեղ մի գործային ման տիպի սարքեն, մինը փորձի, ես չեմ օգուտ չի տալի թե ինչ։ Այսինքն տեղում արտադրություններ, որ հա, բա ոնց տեղում արտադրություն դրի, որ մենք կայնանք զարգանանք։ Այն ժամանակ էլ, որ մենք ծրագիր բան անում ենք, ասում ենք, հենց բան ծրագիր գրելու ժամանակ մենք մասնակցել ենք ծրագրին ակտիվ մասնակիցներ մեր, որ ոնց անենք որ բանի, ասենք գոնե այդ շրջափակման վտանգը որ կայնանք բանան անցկացնենք, բան անենք, այդ ժամանակ էլ ես ասի, ճիշտ է, ասի կուկուրուզ տանենք, ոչ թե գնանք Վրաստանից առնենք, Վրաստանը ճամեն փակման մնում ենք այնքան հրավին կանգնած։ Էս այն է, արտադրություն է պետք։ Այս առումով անկախության անցած տարիներին ոչինչ չփոխվեց նաև այս նոր իշխանության ժամանակ, մինչդեռ հարկային, ֆինանսական ու գյուղվարկ գործիքներով վաղուց ժամանակն է կառավարել արտադրությունը, կանխատեսել գները անհրաժեշտ քանակի իրացում ապահովելու նպատակով։ Լսում ես Մեհեր պապին ու հասկանում այս մարդու ներսում մի հավերժական մեքենա է աշխատում, որը ոչ մի վայրկյան կանգ չի առնում։ Տղերքն ուզում են պապը մի քիչ հանգստանա, գյուղի մեջտեղում նստի ու հասակակիցների հետ թղթախաղով օրն անցկացնի, բայց նրա տեղը ֆերման է, դաշտն ու շարժումը։ Ինքն էլ ծիծաղելով ասում է, ծերանալու ժամանակ չունի, իսկ իրական հասակը ոչ թե անձնագրում է, այլ են եռանդի մեջ, որով ամեն լուսաբաց է դիմավորում։ Գիտեք ինչ կա, ծերությունը տարիքով չէ, ծերությունը բնավորությամբ է։ Ես դեռ չեմ պատկերացնում, որ 72 եմ։ Եթե պատկերացի, արդեն 80 եմ դառնում։ Ինձ չեմ թողում իմ տղերք երեխեքն ասում են, ինչ ես կործանում, գնա կանգնի մարդկանց հետ, ծերերի հետ կանգնի, ծերերի ես կյանքում ծերերի հետ ընկերություն արած չեմ։ Հա, ջահել ժամանակ ծերերի հետ ընկերություն անում, իսկ ժամանակ ջահելների հետ եմ ընկերություն անում։ Այդ ինչ ա բերում։ Ջահել ժամանակ եթե ծերերի հետ ընկերություն ստանամ, խելք կտելես ավելացնեմ, շփում ամեն ինչ տել, իսկ ես ժամանակ էլ արդեն քեզ ջահել ես զգում։ Երկու անգամ էլ օգուտ է, երկուս դեպքում էլ։ Ու հենց այս ջահելական ավյունն է, որ Մեհեր պապին թույլ չի տալիս սահմանափակվել միայն սեփական ֆերմայի հոգսերով։ Նրա համար աշխատանքը ոչ թե հոգնություն է, այլ հավատ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Բայց որքան էլ ամուր լինեն պապի ձեռքերը, սիրտը մի քիչ ավելի արագ է բաբախում, երբ հայացքն ուղղում է դեպի սահմանը, այնտեղ, որտեղ այսօր իր շարունակությունն է կանգնած։ Երազանքս նախ պետք է խաղաղություն լինի Հայաստանին։ Ամենակարևորը դա է։ Մարդը նորացած երազանքները սաղ կատարվի։ Ամեն ինչ կանենք, խաղաղությունն այ իմ թորս ծառայում ես օրական 2 անգամ զանգում եմ, ոնց է ինչ ես անհանգիստ եմ ելնում։ Իսկ եթե խաղաղություն լինի, ծառայել հանգիստ կլես, չծառայել հանգիստ կլես։ Կարևորը խաղաղությունն է։
Մեհեր պապը դեռ շատ անելիքներ ունի։ Թորան վերադարձից մեծ շուքով ու իր սրտի ուզածի պես դիմավորելուց, նրան իր նպատակին հասցնելուց մինչև հորթերին մեծացնելը։ Ու քանի դեռ ի տարբերություն պետության, պապը բազում ու անբազում ծրագրեր ունի, ժամանակ էլ չի ունենա տարիքը զգալու։ Եվ ինչ է ծերությունը, գյուղում կան նման մարդիկ, ովքեր ծերությունը ընդամենը բնավորություն են դարձրել։ Իսկ ինքը պապը ժամանակ չունի ծերանալու, ինքը դեռ կապրի լիարժեք կյանքով ու դեռ երկար կխուսափի թղթախաղից ու հանգստից, որովհետև պարզապես դրա ժամանակը չունի ու լավ գիտի իրական հարստությունը, խաղաղությունն ու արդար աշխատանքն է։ Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ։ Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու Չեզոք գոտի, Թիֆլիս Սանահի երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։